Հովհաննես առաջին գլուխ։ Սկզբից էր բանը, և բանն Աստծու մոտ էր, և բանն Աստված էր։ Նա սկզբից Աստծու մոտ էր։ Ամեն ինչ նրանով եղավ, և առանց նրա չեղավ ոչինչ, որ եղել է։ Կյանքը նրանով էր, և այդ կյանքը մարդկանց համար լույս էր։ Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չնվաճեց։ Կար մի մարդ Աստծուց ուղարկված, նրա անունը Հովհաննես։ Սա եկավ իբրև վկա, որպեսզի վկայի լույսի մասին, և որպեսզի բոլորն էլ հավատան նրա միջոցով։ Նա լույսը չէր, այլ եկել էր, որ վկայի լույսի մասին։ Այդ ճշմարիտ լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալու։ Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը նրանով արարվեց, սակայն աշխարհը նրան չճանաչեց։ Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին։ Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու։ Նրանց, ովքեր իր անվանը կհավատան։ Նրանք Աստծուց ծնվեցին, և ոչ թե արյունից, մարմնի ու մարդու կամքից։ Եվ բանը մարմին դարձավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք նրա փառքը, փառք, որ Հայրն է տալիս միածնին, լի շնորհով ու ճշմարտությամբ։ Հովհաննեսը վկայում էր նրա մասին, աղաղակում և ասում. «Սա է, որի մասին ասացի, թե իմ հետևից էր գալու, ահա ինձնից ավելի մեծ եղավ, որովհետև ինձնից առաջ էր»։ Մենք բոլորս նրա լիությունից շնորհը շնորհի վրա ստացանք, որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհը և ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։ Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միածին Որդուց, որ հոր ծոցում է։ Նա նրա մասին մեզ հայտնեց։ Հովհաննեսի վկայությունն այս է. երբ հրեաները Երուսաղեմից քահանաներ ու ղևտացիներ ուղարկեցին նրա մոտ, որպեսզի հարցնեն նրան. «Դու ո՞վ ես»։ Նա ասաց. «Ես Քրիստոսը չեմ»։ Նրան հարցրին. «Իսկ դու ո՞վ ես, Եղիա՞ն»։ Եվ նա պատասխանեց. «Ոչ, չեմ»։ «Իսկ դու մարգարե ես»։ Հարցրին նրան։ Հովհաննեսը պատասխանեց. «Ոչ»։ «Իսկ ասա մեզ, դու ո՞վ ես, որպեսզի պատասխան տանենք մեզ ուղարկողներին. ի՞նչ ես ասում քո մասին»։ Հովհաննեսն ասաց. «Ես անապատում կանչողի ձայնն եմ. հարթեք Տիրոջ ճանապարհը, ինչպես ասաց Եսայի մարգարեն»։ Եվ ուղարկվածները փարիսեցիների կողմից էին։ Սրանք հարցրին նրան ու ասացին. «Իսկ դու ինչու ես մկրտում, եթե դու չես Քրիստոսը, ոչ էլ Եղիան և ոչ էլ մարգարեն»։ Հովհաննեսը պատասխան տվեց նրանց ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով. ձեր մեջ կա մեկը, որին դուք չեք ճանաչում, որ գալու է իմ հետևից, և որի կոշիկների կապերն արձակելու իսկ արժանի չեմ ես»։ Այս պահը պատահեց Բեթանիայում, Հորդանանի մյուս կողմում, որտեղ գտնվում էր Հովհաննեսը և մկրտում։